Գունավոր մատիտները փակ տուփի մեջ արդեն երկար տարիներ դրված էին պահարանի մի մութ անկյունում։ Բոլորը մոռացել էին իրենց մասին, իրենք էլ ոչինչ չէին հիշում, ու իրենք իրենց մասին ոչինչ չգիտեին։ Երկար ու միապաղաղ իրենց կյանքում մի օր մի անսովոր բան կատարվեց։ Վերջապես մատիտներով տուփը պահարանից դուրս բերեցին, ու մի տղա տուփից մատիտները հանեց ու սկսեց նկարել։ Մատիտները մթության մեջ նույնիսկ չէին նկատել, որ իրենք տարբեր գույներ ունեն։ Տղան սկզբում հանեց տեղին մատիտը։ Մատիտը անսովոր լույսից քիչ էր մնում ընկներ ցած։ Հետո սկսեց խուտուտը զգալ տղայի բռնած տեղում։ Իսկ երբ տղան մատիտի քիթը քսեց թղթին, սա ամենավիրավորականն էր։ Փորձեց չենթարկվել ու կոտրեց քիթը, բայց միևնույն է չազատվեց տղայի ձեռքից։ Տղան վազեց տատի մոտ ու խնդրեց, որ մատիտը սրի։ Տատը մի շատ սուր դանակով սրեց քիթը։ Մատիտն իրեն նվաստացած էր զգում, բայց տղան ոչ մի ուշադրություն չդարձրեց մատիտի նեղ սրտելուն։ Վազեց թղթի մոտ ու սկսեց լայն ժպտացող արև նկարել։ Մատիտը ճարը կտրած ենթարկվում էր, իսկ մյուս մատիտները վախեցած սպասում էին իրենց հերթին։ Ու այսպես հերթով մատիտները դուրս եկան տուփից ու գունավորեցին ամբողջ թուղթը։ Երբ տղան վերջացրեց նկարելը, ու մատիտները խնամքով դասավորեց տուփի մեջ, այդ ժամանակ մատիտները խորը շունչ քաշեցին ու սկսեցին գանգատվել տղայից։ Հաջորդ օրը տղան նորից վերցրեց մատիտները և սկսեց նկարել։ Այս անգամ կարծես թե շատ չնեղվեցին, դե արդեն գիտեին իրենց գլխի գալիքը, սկսեցին հետևել իրենց քթի թողած հետքին ու ապշեցին, միթե իրենց քիթը տրորելով կարելի է այսպիսի գեղեցկություն ստանալ։ Ու մատիտները իրենց մասին մոռացած ենթարկվում էին տղային։ Նույնիսկ տատի սուր դանակից էլ չէին վախենում։ Հակառակը, ում ավելի շատ էին սրում, նա իրեն ավելի շոյված էր զգում, չէ որ տղան իրենից ավելի շատ գեղեցկություն է ստացել, քան մյուսներից։ Ամառվա ավարտին տուփի մեջ մատիտ էլ չմնաց։ Մատիտները անմնացորդ նվիրվեցին թղթի վրա հրաշալի հետքեր թողնելով։ Հիմա նրանք թղթի վրա էին ապրում, ու ով նայում ու զմայլվում էր իրենցով, ականջին մի մեղմ շշուկ էր հասնում։ Բացեք ձեր պահարանները, այնտեղ լիքը գույներ կան, մթությունից դուրս բերեք ձեր գույները։